Տիկին Գայլյան, ձեր ցույցության պարբերաբար հետևում եմ, էլի ձեր պաշտոնական էջին հաշվի առնելով իրավական ոլորտը լուսաբանող լրագրող, նկատում եմ գնում եք քրեակատարողական հիմնարկներ կարգելում եք, բայց ըստ էության կարծես թե այդ ամեն ինչը ոնց որ ձևական ֆոնի վրա է։ Ասեմ ինչ, բավականին ահազանգեր ենք մենք ստանում, օրինակ դուք տեղյակ եք, որ Արմավիր քրեակատարողական 59 խցում կոնկրետ դատապարտյալ զոննայողը ճնշում է դատապարտյալներին, ասում է պետք է խաղեր խաղակ իր հետ եւ այլն, եթե հանկարծ այդ թղթախաղով չզբաղվեն, ճնշումներ է գործադրում եւ ես այս մասով ահազանգ եմ հնչեցել եւ օպերատիվ աշխատանքներ են իրականացում, այսինքն որ գնում եք այդ այցերին։ Գեգամ Բաղդասարյանը նաեւ տվել էին անուն Արմավիր քրեակատարողական Պայդրությամբ եւս Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Այդ ինֆորմացիան կճշտեք, մյուս անգամ նորից խոսենք որտեղ է գտնվում տվյալ անձը եւ նաեւ ցանկացած անձ, ես չեմ ուզում պիտակավորել անձանց եւ նրան կոչել կամ նրանց կոչել այնպես ինչպես որ դուք կոչեցիք, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի արտոնություններ ճակերտների մեջ ունեցող մարդիկ քրեակատարողական հիմնարկներում չլինեն եւ այս աշխատանքը բավականին բարդ է եւ պետք է լինի շարունակական եւ մեր խնդրի լուծումը ես տեսնում եմ անազատության մեջ գտնվող անձանց պայմանները բարելավելու տեսքով եւ մենք անում ենք դա հետզհետե, այսինքն իհարկե մեր ռեսուրսներն էլ են սահմանափակ այդ առումով, բայց դա չի նշանակում, որ քայլեր չպետք է ձեռնարկվեն եւ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մենք պայմանները բարելավենք, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ կերպով գտնվեն անազատության մեջ եւ իհարկե չենթարկվեն կողմնակի որևէ ազդեցության։ Իսկ ինչ վերաբերում է կողմնակի ազդեցություններին, ապա դրանք շատ արագ չեզոքացվում են, եթե նման փորձեր լինում են։ Տիկին Գայլյան, որպես արդարադատության նախատեղյակ եք, ինչու էր օրինակ հատուկ ջոկատայինները մտնել եւ կալանավորներին անխնած էծի ենթարկել, նաեւ այս մասով էր մեր լրատվամիջոցը ահազանգ հնչեցել կալանավորների հարազատները, ում որում կալանավորները հացադուլ էին նաեւ մտել։ Այս պայդրությամբ, եթե Արմավիր քրեակատարողական հիմնարկի մասին է խոսքը, հացադուլի մեջ գտնվող ընդամենը 2 անձ կար, որոնցից մեկը առողջության հիմքով էր գտնվում հացադուլի մեջ, իսկ մյուսը բողոքում էր քրեական գործից, այսինքն քրեակատարողական հիմնարկի գործողությունների կամ ծառայության կողմից իրականացվող այդ լիազորությունների հետ կապված բողոքի հիմքով հացադուլավորներ բարեբախտաբար չունենք եւ կարծում եմ, որ առիթ էլ չունենք, որ մարդիկ դիմեն նման քայլի եւ ծայրահեղ միջոցներով փորձեն իրենց իրավունքները պաշտպանել, որովհետեւ մենք այնտեղ ենք եւ մենք պաշտպանում ենք իրենց իրավունքները։ Իսկ ինչ վերաբերում է ձեր կողմից մատնանշած դեպքին, ապա չգիտեմ ճիշտ ասած ինչ դեպքի մասին եք խոսում։ Բայց եթե խոսքը խոզարկությունների մասին է, արգրավումների մասին է, որ անխնացեցում են ուղղակի օթում ասված ամբողջությամբ խուցը տակնու վրա անել, այո, հնարավոր է, որովհետև խոզարկության դեպքեր ունենում ենք եւ արգելված իրերի բացահայտումների դեպքեր եւս ունենում ենք եւ դա մեր գործառույթն է եւ պետք է անենք։ Եթե մարդիկ բողոքում են, որ մենք իրականացնում ենք մեզ օրենքով վերապահված լիազորությունները, խնդիր չկա, կարծում եմ կարող են բողոքել։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ծեծում են եւ այլն, կարծում եմ, որ դա ուղղակի չի համապատասխան իրողությանին, իսկ եթե համապատասխանում է, խնդրեմ կարող են հաղորդում ներկայացնել համապատասխան մարմիններին, թող պարզվի իրականությունը։ Ձեր թույլտվության վերջին հարցը Հասմիկ Հակոբյանը ինչ կապ ուներ բանտի հետ, որ իր հետ էի գնացեք անանց գաղութ, ինքը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում է։ Բոլորին այդ հարցը հետաքրքրում է, ինչ կապ ունի Հասմիկ Հակոբյանը, որ գնացել է նախարարի հետ կանանց գաղութ, երբ վարչապետի տիկինն էր եկել, այդ ինչի է Հասմիկ Հակոբյանի մասին։ Վերջերս որ մարդու իրավունքների պաշտպանի հետ էր այցելել, ես որովհետև ինձ հետ չի եկել տիկին Հակոբյանը։ Ես կարծում եմ, որ ցանկության հարց է, ինչու ոչ, որքան падգամավորները շատ ներգրավվածություն ունեն եւ որքան ներսից ծանոթանան խնդիրներին, այնքան ավելի լավ, որովհետև ի վերջո օրենսդիր մարմին նրանք են գուցե կարողանան նախաձեռնել որոշակի։ Երբևիցե ոչ կալանավորների, ոչ դատապարտյալների հարցը չեն բացացել, բայց կարծես թե իրականում падգամավորներ կան եւ դրանց թիվը փոքր չէ, այդ թվում պետք է ուրախությամբ նշեմ, որ նաեւ ընդդիմադիր падգամավորներ կան, իշխանության, ընդդիմադիր падգամավորների շարքում ազգանուններ չնշեմ, կան падգամավորներ, ովքեր որ այցելում են քրեակատարողական հիմնարկներ եւ բարձրացնում են խնդիրներ, ընդ որում այդ խնդիրները կոմունիկացվում են հենց ինձ հետ եւ մենք փորձում ենք այդ խնդիրները լուծել։
Գալյան, դուք ապօրինի գույքով բավականին լուրջ կառույցի ղեկավար եք եղել, բոլորը այդ ես հիշում եմ հենց այդ բանտի այցելության գրառման տակ այսպիսի գրառումներ են արել մարդիկ, ասում են մեր նախարարը օրինակ հարցրել է Հասմիկ Հակոբյանը ինչպես իր հորը, քրոջ ամուսնուն ընկերությունը ազում գործի տեղավորել, ընկերն էլ ԱԺ աշխատակազմի ղեկավարն է, ո՞նց է մեր նախարարը թույլ տալի կոռումպացված падգամավորները մուտք գործեն բանտեր։ Ասած այդ գրառումներն էլ ծանոթ չեմ, կարծում եմ որ ռելևանտ չեն ոչ գրառումները, ոչ էլ հարցը։ Իրականություն է այն ինչ որ գրառումներն արել են, ինքը բոլորին իր ամուսնուն Ես չգիտեմ դուք ինչ իրականության մասն եք խոսում, ամեն դեպքում ես նման տեղեկատվության չեմ տիրապետում։ Շնորհակալ եմ թեքի